Armenia, please, 2 minutes, please. Շնորհակալություն։ Պարոն նախագահ, հարգելի գործընկերներ, այս օրերին մենք քննարկում ենք ազատ ընտրությունները եւ դիտորդական առաքելությունները։ Կցանկանայի օգտվել այս հնարավորությունից խոսելու Հայաստանում առաջիկա ընտրությունների մասին։ Խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին, իսկ տեղական ընտրությունները տեղի կունենան աշնանը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում ընտրությունները եղել են ազատ, արդար եւ թափանցիկ։ Միևնույն ժամանակ մենք նկատում ենք որոշ մտահոգիչ գործողություններ նախկին օլիգարխիկ խմբերի կողմից։ Որոշ դեպքերում արտաքին աջակցությամբ։ Նրանք փորձում են ազդել ընտրությունների վրա, օգտագործելով մեծ ֆինանսական ռեսուրսներ եւ քաղաքական բանավեճը փոխարինելով փողով։ Չնայած այս մարտահրավերներին մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը կընտրի ժողովրդավարության ճանապարհը։ Միևնույն ժամանակ Եվրոպայի խորհրդի եւ այլ եվրոպական հաստատությունների աջակցությունը մեզ համար շատ կարեւոր է Հայաստանում թափանցիկ ընտրություններ ապահովելու գործում։ Ապրիլին ընդամենը 2 շաբաթից մենք ուրախությամբ կընդունենք մոնիտորինգի առաքելությանը Հայաստանում։ Հայաստանի կառավարությունը ընտրել է խաղաղության եւ ժողովրդավարության ճանապարհը եւ շարունակում է առաջ շարժվել այս ուղղությամբ։ Մենք բարձր ենք գնահատում Եվրոպայի խորհրդի շրջանակում եւ մեր եվրոպական գործընկերների հետ համագործակցությունը եւ պատրաստ ենք շարունակել այն։ Շնորհակալություն ուշադրության համար։ Thank you very much.